Ողջույն սիրելի ընկերներ, ես կրկին գտնվում եմ մեր ապագա հյուրատան տարածքում եւ հենց նոր հայտնաբերեցի, որ հենց հոգնում եմ, վաճառաբանում եմ եւ գալիս եմ ուղիղ եթերով ձեզ ներկայացնելու, բայց այսօր շատ հակիրճ, այսինքն նախորդ օրերի պատմությունները չեմ ներկայացնի, որովհետեւ ամենը տեղադրում եմ իմ YouTube-ի ալիքում հերթականությամբ, քայլերով եւ սերիաներով, հատուկ նշում եմ սերիաներ, որպեսզի դուք էլ կարողանաք հեշտությամբ գտնել շարունակական սերիաների հերթականությունը, բայց հիմա ես իմ տեսախցիկը շրջեմ, այսօր էլ արդեն 3-4 ժամ է այստեղ ենք, բայց ուզում եմ էլի տրտնջամ, որովհետև անում ենք, գործը չի պրծնում ու ես զարմանում եմ մեկ-մեկ, որ մարդիկ ժամանակ են ունենում, պարապ են լինում և դեռ հասցնում են ինչ-որ բացասական ու վատ կոմենտ գրել, մեկը մեկին նեղացնել, վիրավորել, այդքան պարապ ժամանակ ձեզ որտեղից սիրելիներ։ Հիմա անդրադառնամ բուն թեմային, ընդամենը 500 քառակուսի մետր է եւ իսկական մաքրում ենք, դե հաշվի առնելով, որ նախորդ թիվ, չեմ ուզում բացասական բաներ ասեմ, բայց նախորդ թիվ ապրած մարդիկ, ում տվել էինք տարածքը, տունը, որպեսզի եւ ապրեին եւ տիրություն անեին, ընդ որում անվճար, նրանք այս շատ փնթի վիճակով թողել են եւ ես հատիկ այսպես հավաքում եւ հատ կանֆետի թղթեր, ծխախոտի ծխուկներ եմ հավաքում հատիկ եւ այսպես բավականին իհարկե գործը առաջ է գնացել, բայց իմ աչքին մեկ է քիչ է, որովհետեւ դրված ժամկետներն են սակավ եւ փորձում ենք տեղավորել մեր պլանավորած ժամանակի մեջ, սա ներքևում տանտակը նկուղ է, որից հաննել ենք մեշոկներով աղբ, երևի 1-2 մեշոկ է մնացել, բայց պարկ կներկենք առաջիկայում լուսամուտի ճաղերը, լուսամուտները, կարծում եմ մենք այս հատվածը նույնպես գույներով կծածկենք, հայերեն երևի քողարկել, մասկիրովկա, որպեսզի ավելի գեղեցիկ տեսք ունենա, անգամ եթե հասարակ է, գեղեցիկ տեսք ունենա, ինչպես գիտեք ծառերը այսպես մացառներ են կոչվում, այս փոքր վայրի ծառերը, որոնք որ բերքատու չեն, բայց այս անտառոտ պատկերը պահելու համար մենք ծառերը չենք կտրում, բայց ովքեր առաջի սերիայից հետևում են, տեսեք ինչքան գործ են արել, ոսկերի չի աշխատանք, հոգնած աշխատուժը։ Եվ ես հոգնած 3 աշխատուժը։ Այս խողովակները, որ խաղողի համար թարմայի հենակներ են, նույնպես ամբողջը ներկելու ենք գույներով եւ դարպասն էլ ցույց տամ ու այսօրվա համար եզրափակեմ, այսինքն սա ձեզ աշխատանքային հաշվետվություն ինչ է արվել, տակառս հիշում եք, այս վրայի տախտակը կփոխեմ, ժամանակավոր է դրված եւ անգամ սավոկն եմ ներկել, այսա պետք է վերացնենք ամբողջությամբ, լացս գալիս է, դարպասը գեղեցիկ գույն ունի, այսպես ցույց տամ դարպասի գույնը, տեսեք ինչ լավն է, այն մի լուսամուտներ կներկենք փողոցին նայող եւ քիչ կստանանք իմ գունավոր սիրուն համեստ ջերմ տաք կոկիկ հյուրատունիկը այսօրվա համար այսքանը, որովհետեւ հիմնականում արդեն ներկայացնելու եմ ձեզ արված գործերը, իսկ սկզբն աղբյուրը գտնելու եւ բոլոր սերիաները նայելու համար բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, ամենալավն ու բարին եւ արև ձեզ։